Հոսանքի մագնիսական դաշտը։ Մագնիսական սլաքի վրա հոսանքակիր հաղորդչի ներգործությունը առաջին անգամ հայտնագործել է դանիացի գիտնական Էրստեդը 1720 թվականին։ Էրստեդը ծնվել է 1774 թվականի օգոստոսի 14-ին Ռուտկեմբինգում, հարավային Դանիայի տարածաշրջանում։ Նա եղել է ֆիզիկոս, քիմիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս, ճարտարապետ և դեղագործ։ Էրստեդը մահացել է 1751 թվականի մարտի 9-ին 73 տարեկան հասակում Դանիայում Կոպենհագենում։ Մագնիսական դաշտը ստեղծվում է շարժվող լիցքերի կողմից։ Նրանց շարժը ազդում է շարժվող լիցքերի վրա մագնիսական ուժերով։ Մագնիսական դաշտը կարող ենք տեսանելի դարձնել երկաթի խարտուկի միջոցով։ Մագնիսը մոտեցնելիս երկաթի խարտուքին մասնիկները վեր են ածվում փոքրիկ մագնիսական սլաքներին և դասավորվում են որոշակի գծերի երկայնքով, ստեղծելով մագնիսական դաշտի պատկերը։ Մագնիսական գծեր կոչվում են այն գծերը, որոնց երկայնքով դասավորվում են մագնիսական դաշտում տեղադրված մագնիսական սլաքները։ Մագնիսական սլաքի հյուսիսային բևեռը N է, իսկ հարավային բևեռը S։ Եթե մենք երկու բևեռները միմյանց մոտեցնենք N-ը S-ին, իսկ S-ը N-ին, ապա երկաթի խարտուկները կձգեն միմյանց։ Իսկ եթե մենք հակառակը S-ը S-ին, իսկ N-ը N-ին մոտեցնենք, ապա երկաթի խարտուկները կվանեն միմյանց։ Մենք դասարանում նաև կատարել ենք այլ հետաքրքիր փորձեր, ահա դրանցից հատվածներ։